Սովորենք հայկական ավանդական պարերի մասին։ Առաջին պարը՝ իշխանած պար։ Այս պարետեսակի մասին առաջին գրավոր հիշատակությունները պատկանում են Սրբուհի Լիսիցյանի գրչին։ Տարբերակել մեզ է հասել իր շնորհիվ Գագիկ Գինոսյանի բանահավաքչական աշխատանքների, որոնց ժամանակ այն կատարվել է ամերիկաբնակ ուրմիա հայերի կողմից։ Ներկայացվող տարբերակը պատկանում է Պարսկահայքի Ուրմիա լճի հարևանությամբ տեղակայված հայկական շրջաններին։ Սակայն հարկ է նշել, որ տվյալ պարի այլ տարբերակներ տարածված են եղել նաև Հայոց ձորում և Շատախում, որոնք էլ հենց գրի է առել Սրբուհի Լիսիցյանը։ Թարգմանաբար արաբերենից այն նշանակում է առաջնորդ, ցեղապետ, և հետևաբար այս պարը համարում ենք առաջնորդների կամ իշխանների պար, իսկ հայերենում այն շատ գեղեցիկ անվանում ունի իշխանած պար։ Քննարկվող տարբերակում պարաշարքի սկզբում կանգնում էին իշխանները, մեծահարուստները, մեծ իշխանություն ունեցող անձիկ և մեծ նվիրատվություններ էին անում զուռնա և դհոլ նվագողներին, երբեմն նաև աղքատներին։ Հայերը Շեյխանին պարում էին Հայոց ձորում, Վանում, Թիմարում, Բերգրիում և այլ տարածաշրջաններում եղած վանքերի և ուխտատեղիների մոտ ուխտագնացությունների ժամանակ։ Հարկ է նաև նշել, որ այս պարը առաջին անգամ բեմ է բարձրացրել և լայն հանրության դատին է հանձնել Սևակ Պետրոսյանի հիմնադրած և ղեկավարած Կապուտան ավանդական պարի խումբը։